Այսօր Աննա Հակոբյանի ծննդյան օրն է, ինչ կմաղթեք նրան։ Բարի ախորժակ։ Ոչ մի բան իրան, ատենց, որ այս շատ ճոխ ենք ապրում, դրա համար էդի կմաղթեմ իրան։ Առողջություն ամենակարևորը, իհարկե առողջություն, հաջողություն, գործերին աշխարհին առողջություն։ Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանամ։ Առողջություն, երջանկություն։ Շնորհավորում եմ։ Բարգավաճում Հայաստանին եւ իրենց։ Թող առողջություն լինի։ Մեզ էլ մի քիչ լավ նայեն։ Շտապ հեռացում։ Ուրիշ ոչ մի լավ բան։ Համենայն դեպս որ խոսեմ շատ վատ բաներ կցանկանամ, ավելի լավա չխոսեմ։ Կմաղթեմ խաղաղ երկինք, առողջություն ու ժողովրդին նվիրվածություն։ Այսօր Աննա Հակոբյանի ծննդյան օրն է, ինչ կմաղթեք նրան։ Որ Աննա Հակոբյանը։ Նիկոլ Փաշինյանի։ Ոչ մի բան, չէ։ Ոչ մի բան։ Ամենալավը, բայց չգիտեմ ով է։ Նիկոլ Փաշինյանի կինը։ Հա, ես Հայաստանում չեմ ապրում, երկար չեմ ապրել, դրա համար այդքան չեմ։ Այսօր Աննա Հակոբյանի ծննդյան օրն է, ինչ կմաղթեք նրան։ Բանանեմ, որ ինքը գնա Անկարա, Բաքու, Ստամբուլ, դրա աջունը անգամ այս հայոց հողում պետքա չթաղվի, որպես նա ֆրանկ, եվրեյ, հուդայանա, ծնված սադանա, հասկացար, նա Արթուր Դավթյանի նմանա, իմացի, Արթուր Դավթյան գլխավոր դատախազ, իրա բարեկամնա, հրայա, եղավ ֆրանկա, ջհուդ Աննա, Աննայի մաման ջհուդ է, Աննայի մորքուրները 3 ջհուդ են, Լևոն Տեր-Պետրոսյանի կնիկը, իրա մաման կիման, հասկացար, սրանք ջհուդական, հրեական ցեղեր են, թափառական։ Ես դրանց վերջն եմ ուզում տամ, եթե Աստված ինձ տա օրենք, եթե չտա օրենք, ինձ, ես արդեն մինչև ստեղ լսված եմ այդ անասունների դեմը, դրանք մարդ չեն, հայ չեն, ամոթ են հային, որը կգնա կնդրի ընդրության ժամանակ ՔՊԱ-գան, Սերժական, Քոչարյանական, Լևոնական։ Եղավ, ուրեմն իմացեք, որ այդ օրվանից հետո մենք այլևս գոյություն չունենք, մենք դառնալու ենք թուրքական վիլայետ, հասկանալի է, ես դրանց միայն դրանց դադել պետք չի, դրան գլխ պետք, որպես թշնամի դավաճան թուրքի մոլա, որ ելելա 15,000 զոհ տվեցինք, 15,000 վիավոր, 200,000 փախստական Արցախի եւ Հայաստանից 200,000 հայություն կորավ այս տարի 25 թվին, հասկանալի է, դրան ինչին ընտրենք, դա որպես ինչ է, Նիկոլին վաղուց ադում են հայ մարդիկ սաստիկ, որ նա կախարդ է շատ չարաբաստիկ, հենց այդ կախարդն է, որ տունդ մտնի, ազգը դիսկույն, նա կավերի, հեռու մնացեք սադանայից, մոլայից, դժողքից, ժողովուրդ, թող ինձ մոլա Նիկոլը դադի տա, դուք սա պարզ ելույթով կդան, ես իրան գրել եմ, իրա կնգան, իրա կառավարությունը, իրա պետական իշխանությունը, ոստիգան գեներալին, գլխավոր դատախազին, արտարադատությանը, քննչական կոմիտեին, դրանք հանցագործ են, մարտասպան, հայասպան, հասկանում ես, ես ուղղակի դրան պարոն չեմ ուզում ասեմ, տիգին մարմնավաճառ, նա պարոն չի, ոչ էլ վարչապետ կա, այլ ձերքի փեդա, օգտագործած, դեն շպրդած, դրանք այդ մարդիկ են, ձեր ցավը տանեմ, պրամու եթերով խնդրում եմ ձեզ, ես տենամ, եղավ և ինձ հրավիրում եք ձեր հեռուստա տեսությունը, ես ունեմ շատ կարևոր փաստաթղթեր, նարկոտիկով է ծախում Սուրեն Պապիկյանը թմրանուտ վաճառող է, իմացեք, պաշտպանության նախարար, իր ռազմական ոստիգան գեներալ Զաքարյանը, իմ տղային 19 պոլիկլինիկայում կա Պապիկյան բժիշկ թերապևտ, որը Սուրեն Պապիկյանի հոպարնա, հորկուրնա, տղայից նարկոտիկ է սրսկել, հասկանալի է, թմրանյութ, հիմա հեռացրել է, բողոքել եմ, հեռացրել է, բայց չեմ կարող դիտեմ ոչ քննչական, ոչ ոստիգան, ոչ դատախազություն,
ոչ դատարան, բլոկ են եղած, քաղաքական հետապնդման մեջ են, երեխայի սպանել են, անձնագիր են հանում, Ֆրանսիայի քաղաքացիա թոշակներն են ուտում, հիմա էլ աշկերը քորացրել են, հասկանալի է, դեղերն են ուտում, ասում է պետ պատվերով շահել է իմ տղան, որ այդ դեղը պետք է ստանա աշկի համար, իմ թոշակից 30,000 47,000 դեղ փող եմ տալի, որ աշկի դեղ առնեմ, բայց ինքը շահել է, կոնկուրսով շահել է այդ դեղը, ինքը չի ստանամ, Աննա Հակոբյանն է ստանամ, Նիկոլի աշկերն է լծում օրերվա, հասկանալի է, այն դեղը, որ մարդը չի տենում, մի աշկանի է, մի աշկը քորացրել են 18 թվականից, 20-21 երեխայի սխուլ ու համր է խնամակալով, ես դրանց ուղղակի խնդրում եմ, եթե ինձ կարող եք օգնել, ինձ մի հատ հաստաբան, նվիրյալ մարդ, ես իմ Ստիպիդագի շրջանի Արտագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցի կա, այնեղ սեփական տունս կնվիրեմ իրան, կուսակցության թող վերցնի սարքի հյուրանոց կամ կուսակցություն հորինի այնտեղ հիմնի, հասկանում ես, բոլորը ասում եմ Աստված ոչ անի, ես պատրաստ եմ Նիկոլի դեմ օրենք չկա, ուժ չկա, նա չի հարգում ոչ քրեական օրենսգիրքը, ոչ դատավարական, ես Նիկոլին ասում եմ, ես քո դեմ ելնելու եմ զենքով, դանագով, ես իշխանության, ես անասնակեր մարդկանց դեմ, սրանք եկել են երկիրը թալանելու, փողերը, թոշակը, սրանք չեն եկել իշխանություն անելու ժողովրդի համար, ձեր ցավը տանեմ, այդ աղբակույտին, էշի քուրագս ասում եմ, մնաց հիշադակ, կանեփից գործած նրա հոր ղուրանը Նիկոլին ասին դու մեջքիդ կաբի մի քանի 100 հայեր մաքրի այդ անայա հասկանում ես ասում եմ այ հիմար զռան երաշ չպատմես մտքիցդ հանիր միտքդ չարագան երաշ չպատմես դու հաջորդ անգամ կուզես բարձրանալ նորից պատվանդան մեր վերջն է տալու ես մնացած ես 1 միլիոն հային էլ վերացնելու է, մնացածն էլ իր հետ թուրք են ընդրողները, ամոթ են հային, որը կգնա ընդրության ժամանակ ՔՊ-ին ձայն կդա, ուրեմն ես այդ հայի վիզը պարդավոր այդքան բան